Բարև ձեզ սիրելի հետևորդներ, ողջունում եմ բոլորին, կրկին եթերում է Գյումրի շոու հաղորդաշարը և մենք հյուրընկալվել ենք մեր բոլորի կողմից սիրված վաստակաշատ պարուսույց, պարարվեստի մեծ վարպետ Համլետ Հակոբյանին։ Ողջունում ենք, հարգելիս, ինչպես եք։ Շատ լավ եմ։ Լավ եք։ Մենք շատ ուրախ ենք ձեզ հյուրընկալվելու համար։ Ուզում եմ հղել մեր առաջին հարցը ձեզ։ Օրինակ ինձ միշտ հետաքրքրել է, թե ով է ուղղորդել ձեզ, որ ընտրեք այն մասնագիտությունը, որը ուղղորդել է ձեզ ողջ կյանքի ընթացքում։ Ինձ ուղղորդել է իմ հայրս, որը անգամ մասնակցել է Սևյանի Վարպետ Շաբոյանի երկիպարի ասամբլի երաժշտության մեջ, խորի մեջ երգել է ինքը։ Ու դեռ ինքը տեսնելով խմբարներ բանեստինենտի, ինձ 7 տարեկանից տարել է Պիոներ պալատը բարի ինգեր Վաղոջյանի մոտ։ Անցել է արդեն 7 տարեկան, հանած 70 տարի ես այս բարի մեջ եմ։ Հերս է հիմնականում ինձի տիրությունները եղել ուղարկել այնտեղ բոլոր հարցերը։ Բայց դուք ցանկացել եք ես սիրել եմ փորձերի մեկ տանը գտան Սևյան Վարպետի մոտ, ես տեսա ուրախացա ու ցանկություն հայտնեցի, թե փոքր է, բայց ցանկություն հայտնեցի։ Դե պատահում է, չէ, որ ծնողները ուղղորդում են, որ իրենց մասնագիտությունը ունենան նաև իրենց երեխաները, բայց տվյալ դեպքում, ինչքան հասկացա, դուք նույնպես սիրել եք ձեր աշխատանքը, ձեր մասնագիտությունը։ Կյանքս անցել է պարերի մեջ, կյանքս անցել է մեծ համերգների մեջ, ղեկավարել եմ շատ մեծ խմբեր, օրինակ Արտիկում ես ունեցել եմ ժողովրդական բարի ասամբլի կոչում ունեցող Արագած ժողովրդական բարի ասամբլը։ Այդ ժամանակ հիմնականում մենակ Վարպետի խումբն ուներ ժողովրդականի կոչում ու հետո այս բանը Մադուան Կարլեն ունեցավ տեքստիլը։ Շատ մեծ տպավորիչ խումբ էր բոլորի համար։ Դրանից հետո ես արդեն որ ղեկավարեցի 16 տարեկանից, ես ղեկավարել եմ Մայիսյանի կուլտուրայի տան ակումբի ավելիչի, պարային ասամբլ 16 տարեկանում, որը ռայոնի մեջ ամենաուժեղ խումբն էր։ Իմ տարիքի ժամանակ մեծ բալետմեստերներ կային, բայց միջների ամենափոքրը ես էի տարիքային տեսակետում։ Ինչ ասեմ, ընդեղ է լավ հաջողությունների մեջ եղանք։ Հետո հիմնականում ես 45 տարի Պիոներների պալատում աշխատել եմ Վարպետ Շաբոյանի պարուսույցն եմ եղել, 45 տարի, դաժե 50 տարի պարուսույցն եմ եղել։ Ու այդ ընթացքում ես ղեկավարել եմ անգամ Սևյանի բարի ասամբլը, Վարպետի ասամբլը, էլի պարուսույց եմ եղել, մինչև այսօր ես ղեկավարում եմ այդ մեծ ասամբլը, որի ղեկավար ստեղծողը եղել է մեծ վարպետ Աղասի Շաբոյանը։ Հյուրախաղեր շատ ունեցել եք ձեր պարարվեստի։ Շատ։ Առաջին մեր հյուրախաղը մեր մեծ ասամբլի վարպետի ղեկավարությամբ 74 թվականին եղել է Կուբա, Ֆրանսիա, Մարոկկո։ Մենք նոր տարի ներեցինք Կուբայում, ստեղ 40 աստիճան մառոզ էր, ընդեղ օրջան 40 աստիճան ջերմություն, պալտոններով ամեն ինչով հանեցին պալտոնները գցին, ման հետո տարան հյուրանոց քարտին սարոշկապերին տրին, հատանք ու շատ մեծ պապոսով անցավ այնտեղ Կուբայի համերգները։ Մոտ ամիս էլ Կուբա մնացինք, Մարոկկո քիչ մնացինք, բայց եկանք Ֆրանսիա էլ մեր շաբաթին թե 10 օր Ֆրանսիա մնացինք։ Մի բանը պատմեմ, ավտոբուսով կֆրծնեն ու իրանց որ հյուրանոցն է հարմար ֆինանսական հաշվին։ Մենք էլ զուգարան բան հեշտմեջից չեն գնացել, Վարպետների կողմից շատ թույլ էր սա կյանքը։ Գնացինք իջանք հյուրանոց տարան, Վարպետը վռած, առաջինից էր զուգարանի տեղը սորվեք նարին։ Գնացինք իմացանք, գնացինք ես մտանք մեզ, դեպեր սա փողով է, չէ, զրի չէ։ Նստած ենք, Վարպետը շատ բադ էր, երկար նստավել է։ Մի ճոն Վարպետ քսի ինչ, սի Վարպետ փողով է, մոնես է փող չկա, սի գրած ենք է, քանի րոպես նստի, դու ինչ են չեմ գնացի, չիրեմ, բանը մտած է, կենի ապար թապար գելավ ու փողով։ Դրանից հետո ես մանկական ասամբլը տարել եմ առաջի պայիսկես եղել է իմ մանկական ասամբլ Պիոներ պալատի, Ռումինիա, Բուլղարիա։ Ընդեղ տարավ միած Զավեն կար ստեղ կաբր, այդ Զավենը տարավ մեզ ինտեղ,
շատ լավ անցավ։ Հետո իմ մանկականը տարել են Տայվան, թվերի չեմ հիշում։ Ընդեղ այդ ջոգատավարների ձևով քանի 40 հատ խումբ կային, շատ թափով խմբեր, Սաղարդասամանը։ Այդ ղեկավարների աղջիկների անունը սաղին դրել էին Նատաշա։ Թե չէ այդոնց անունները ով մտքեր եկը պարին։ Մեկ որ շվայգը Նատաշա, մեկ է գախները սաղ կդարձնեին, թե բազային գտեին ինչ եղա։ Շատ հետաքրքիր պահեստ եկեին։ Ամերիկային տարել, Ամերիկա մանկական խմբիների, բարնեցին տների վրա երեխանցեն։ Ընդեղ մի հատ լովա կար, որը մեր տեխնիկումը դասատու էր, Գալստյան լովա։ Հետիք մեզի հանդվավ տաղավտուն հրավիրեց, գնացինք ճաշկերուր կազմակերպեց, մենք 30 հոգի կեղնեինք։ Ու շուն ունեին հայատեկավոր հաճարման։ Ես երեխեքը լազվրծվենք է շունը սկսեց հաճար։ Մեկ ենից լովանջված Համլետ ջան, ցավը տան մարին է, ինչ է ալովը։ Երեխանց սամոդի չետան շունը չհաճար, թե չէ մի կուկան ինձ գտանի։ Ինչ է շունը հաճար, քեզի կա, հա ասա չի կարան ենդեղ պես պանքություն չունի։ Գերմանիա գնացել ենք 3 անգամ Գերմանիա ենք եղել ասամբլով, մեծերի ասամբլով։ Մեր 3 անգամ եղել ենք Իրաք, որից մեկը ես եմ անձամբ տարել Բարբեդի ասամբլով։ Արտիկի ասամբլով եղել ենք Հարավսլավիա, ընդեղ այդ Հարավսլավիայի կարատեիստների հետ կմնայինք, անդարի մեջ է դոմիկների հետոնց մեջ կմնայինք։ Սաղ բոյով, չանով տղեկ են որ կուտան, մենք գենենք սպես կարդ կողքերը, սպես նայել ենք կետային։ Բարբեդին ուր գնացել են, Բարբեդին հետս տարել են։ Շատ հարկանք պատիվում իր սաղ աշխարհում ես Բարբեդը։ Կետային Բարբեդ կսերան է, գոնայդոնց կողքերը մի կել է, դոնք չանին աշել, ձեզի աշել, կսենք ինչ են։ Պես էլի։ Զատո Եվրոպա բան բոլոր տեղերին եղել ենք, բոլոր տեղեր։ Կանադա խումբս եղել է մանկական։ Շատ տեղեր ենք եղել։ Շատ հետաքրքիր ընթացք է ունեցել ձեր կյանքը։ Սիրելի հետևորդներ, չենք մոռանում բաժանորդագրվել մեր YouTube ալիքին, որպեսզի բաց չթողնեք մեր հետագա հաղորդաշարերը։ Իսկ ուրախալի ինչ-որ հետաքրքիր, չգիտեմ, պատմություններ կհիշեք, թե չէ։ Օրինակ Բարբեդի հետ կապված։ Բարբեդի հետ կապված, լավ պատմում։ Գերմանիայում Բարբեդը շատ ճաշակով մարդ էր։ Վերից հատուկ էր։ Դեպեցավ Համլետ իզուան ենք, Համլետքից էլ էստան խանութները պրանք, այսպես լավ դուտի է տեսը։ Էլ է Բարբեդ ջան, գնացինք մոդարապես որ մեր տնի ստեղից հրապարակ, դիտան ոտով կիրտանք ման դուտանք։ Գնացինք բան եկանք առան կոշկիների եդեկանք, հասել ենք արդեն շենքի գլող, մենք հյուրանոցը տղեկը կայնազին։ Մեզ է Բարբեդը ճվար բան էր աղթի, սավ արդեն հասանքա մի սատը վազեցինք։ Բարբեդ ինչի վազենք, ինքը վազեի բանի համար, ես էլ ուզած ելևին վազեմ։ Հասավ շենքի գլողը ճվար եզիկ ովարմազիկ թար, եզիկ զուկարանը որ հագն էր, եզիկն է մաղսատ, սավ երորդ հագն էր, եսիկ վազել եմ ինչև ելավ ընդեղ, չհասցրեց։ Արդեն ուշ է։ Չհասցրեց, իջա բան էր, ակտնաց, փոխվավ եկավ բարը, խորատակ ենենք էլի դուրսը կադակ ենենք տղանց է մեկը, չիդեմ ինչ է, սա Բարբեդ մեր ոպը մենու զուկարան կամ, Բարբեդը մոմ էտում բաներ, սա զուկարան երորդ հագն էր, չէ սա պի առաջի արմեն զուկարան, սա վեջիկ ես կում համար, հետ ուր ընջի գալգիցի։ Միտուպի պատմություն։ Իսկ ո՞րն է ձեր ամենասիրված Գյումրվա ուտեստը, որ միշտ սիրում եք։ Տուրն է, լախանով տուրն է, թպով բանով չէ։ Ում պատրաստացնեք միշտ հավեսով կերել։ Առաջ երդի մորս պատրաստած է։ Մայրիկի պատրաստած է։ Դրանից հետո արդեն կինս ողորմածիկ պատրաստել է, բայց մորս պատրաստածն է, կերել, որ ինձ համար շատ համով է։ Իհարկե, մայրիկի պատրաստածին Ուրիշ է։ Մայրիկին ուրիշ է, ճիշտ եք։ Իսկ մայրիկը ինչպես էր նայում ձեր մասնագիտությանը։ Ներս ուրիշ տնիկ է, շատ ուրախ էր ամեն ինչին իրան թորներով, իրան երեխանցով, սաղ կյանքը ինքը մեզնով հպարտացել է։
ապրավ 95 տարի։ Գեր Համլետ, իսկ կա օրինակ մի պարային ոճ, որը երբևիցե չի եղել պարարվեստում, բայց դուք կուզենայիք տեսնել։ Պարավոճը գիտեք ոնց է, աղջիկ ջան, ես արդյոք որ կաշխատեի ժողովրդական ասամբլեում, ես էի ստեղծել, ես թեմատիկ համար դրեցի արդյոք տուֆագործների պարը, թե արդյոք տուֆագործներ են, չէ, ես այդ համարը դրեցի մեծ ճանաչում ունեցավ Երևանում, ով մացիկ Էդվարդ Մանուկյանը, այնտեղ համերգներով կեղնի, Մանուկյանը արվեստի մեծ գործիչն է, ստեղծողն է, զանգուդար մեր քարտուղարին դեղաց արդիկ են վախսեին, թե անպայման Համլետի բաները թողիտ համար առնի դա։ Հետո ես դրել եմ այնտեղ, մեծ մասամբ պաստանոկեք եղել եմ այնտեղ, Տեր Թութկի դպրոցը, գյումրեցիները Տեր Թութկին մեծերը լավ գիտեն, Տեր Թութկի ով եղել դպրոցի տնօրեն եղել, դասատու եղել, ու այդ թեմատիկ համար ես էլի դրեցի, որը արդիկից հետո ես չկրկնվամ, այդպես բանեղակ գնաց։ Օրինակ կար ինչ-որ պարային շարժում, որ բնորոշում էր այդ Տեր Թութիկ ասվածին, որովհետև ես հիշում եմ, որ տատիկս պատմում էր, Տեր Թութիկի դպրոցում շատ խիստ են եղել, ոնց որ։ Ես կակրած այդ Տեր Թութիկի դպրոցը այնպես էի դրել, որ երեխաները մուտք ունենան, պարենգը, Տեր Թութիկը կուկա, բոլորը ջրանանալը, բոլորը թրկունգեն, գլով կուտան, հետո մեկ ուշացած կուկա, ես մոտենակ անգաժը բրնեղորներ եկը տանի պատիչկը կայնցնե, այդ թեմաներով առաջ գնաց։ Օրինակ կարելի է նաև հիմա նմանատիպ պարային համարներ ցուցադրել, շատ հետաքրքիր եւ չգիտեմ։ Մեծ բեմադրություններ արել է մեր վարպետը, մեծ վարպետը, որի համարներից ես մինչև հիմի պահել եմ, կրկնում եմ, կուզեմ պահեմ այդ համարները, որովհետև դրանք եղած ու չմոռացված համարներ են։ Իդիկ Երևանն է կզարմանար այդ համարների վրա, մենք ու կերտայինք Երևան համերգների։ Օրինակ ընկեր Համլետ, ինձ շատ է հետաքրքրում այս գեղեցիկ նկարի պատմությունը։ Այս նկարը ուրեմն 65-ամյակը պիտի տոնեին, բոլորը կուկան այնտեղ փորձին, բաներին դպես մոմենտը բաների եսի բերեք մենք էլ պահենք։ Սամվելն է տբրշկա, որ ճիշտ են, բերեք բաները, վետերաններով հավաքան մեր 15-20 հոգի համարալը։ Ու այս շորերն է կարել տվեց Վարդան Գուլյացյանը, ինքը կարել տվեց այս շորերը, մեզի։ Ու վետերանների անունով գնանք սկսեցին բան պարել։ Ստեղ նկարված են Սամվելը, Արտաշը, Աշոտը, Կոլան, ես, Մարտինը, Աբոն, ընձի 1998 թվականին մեկի գիշեր հրավիրեցին Հալեբ, 6 ամսով բան կապեցին, որ աշխատելի, գնացի այնտեղ հանեցի Նիկոլ Աբալյանի անվան հայոց համազգային ժողովրդական պարի ասամբլե, Սարդարապատի կաթողիկոսներ անունը դրել, այնտեղ պարապա 6 ամիս մեծ խումբ ծրագրով ամեն ինչ, այնտեղ այսպես մի հատ աղջիկ կար, փոքր աղջիկ էր, բանը անունը Եղնիկ էր։ Փոքրին տեսնում այդ աղջիկը չկա, մոռացել եմ ճվանգել, մարալը ուրա, այսօր պարոն ինչ մարալնով է, դոց եմ մարալ եմ, Եղնիկ դոսի մարալ է, Եղնիկ է նույնը չի։ Այնտեղ է շատ հետաքրքիր անցավ, հալեցիք մեզի նման են շատ, ադակներով, բաներով, շատ շնորհքով ժողովուրդ են, 6 ամիս մնացի ես այնտեղ։ Հետո գուզեին պահեին, բայց ես չկրծատ իմանալ, չի կնամանալ։ Չէ, ես ինձ եկել գործից եղել եմ, հաշվում ես հագա, վերջ, նորեցի եղել։ Իսկ այս շնորհակալագիրը։ Էսի աղջիկ ջան, ես վերջերս Փանի գյուղում միջոցառում կար, ղեկավարը Մայրամիկը մեր շորիգում կար մեր բարույներից էլի։ Իրան աշխատելն էր, հրավիրել էր, որպես մասնակից, որպես տարիքով մարդ, գնացինք էլ մեծ միջոցառում Փանիկի։ Շատ թափով սաղ եղել ներկա են, լավ երեխա է, լավ կազմակերպել է, լավ ֆունկցիոներ, մենք էլ այնտեղ նստած ենք, հետո վերջում է նվիրեցին, ես էլ ուրիշներ բան, հարկեցին, պարզեցին, չամփուտերին։ Հիմի բոլոր բանին որ կերնի, ինձ հրավիրեն աղալավակի, ուրախ եմ եսի աշակերտներից, պարույներից, ընկերներից, բոլորից, որոնք որ գնահատենք իմ տարիքս, իմ աշխատանքս, մինչև այսօր ես
ոնց որ բարձրանում։ Որովհետև Կյանքից ֆինալը լավ չեղավ, բայց պես բաներ ոգեշնչում է դա ինչը, որովհետև դուք ունեք տարված, ունեք կյանքի անցած ճանապարհ, որը անցել եք ու ապարծուն չէ, որ վրաց կան Մոսկվա ելույթ կանչի, Ենիգել շատ լավ պարոն է, Արայք Մելիքսեյանը հայտնի պարոն է, Աբոն Արդաշը, ու բոլորն էլ լավ են եղել։ Եվ ավելի վաղ ավելի ստավ են, ինչ-որ մենց դերեմ կայնած է, էլի կասը, ես ճիշտ է կսեմ։ Ոնց հետո ամեն ինչ փոխավ։ Օրինակ ընկեր Համլետ ջան, ուզում եմ մի հատ ձեզ ուղղել, որպեսզի ավելի շատ հասկանանք, ամրապնդենք ձեր ընտրած մասնագիտությունը, թե ինչքանով էր այն ճիշտ եղել ձեր կյանքում։ Եթե ծնվեիք, հնարավորություն ունենայիք նորից ծնվեիք, նորից կընտրեիք բարի ուղին, այո, նորից կընտրեի։ Բարի կյանք է, բարի առողջություն է, բարի ջահելություն է, բարի խելք է, բարի մեծություն է։ Այդ շատ կարևոր։ Ժամանակ եղավ, որ մենք որ Շաբյանի մոտը կպարեինք, այն Արարատի թիմին ինչ ֆուտբոլիստների մադոցից կտային, նույնը մեծ մադոցից կտային։ Մենք որ Երևան կերտայինք պետականները կփախնի, որ շաբյանականներն եկան, այդպես մոմենտ էլ եղել։ Հասկանալի։ Իսկ ո՞րն է ձեր պարային ընթացքում ունեցած ձեռքբերումներից ամենակարևորը, նշանակալիցը, ձեր պատվոգրերից կամ չգիտեմ։ Օրինակ պատվոգրերից ես հետ չեմ մոռանա Արտիկի հետ ժողովրդական ասամբլե, Արագած ժողովրդական ասամբլե։ Այնտեղ Պարտադիր սեզոնին, գարնան սեզոնին, միշտ յայլետը կուղարկեին խմբերին համերգների, յայլաները գիտեք չէ։ Այդ խումբ ես ամեն ամիսը երեք անգամ Պարտադիր ծրագիր էր, որ պիտի տանեի յայլետը։ Յայլետն է կերտայր, գնամ մի հատ չոբան ստաձերնի, բայց այդ մեկի համար պիտի համերգը տայր։ Ու դիք նկատի էր առել Մոսկվայից, այնտեղ տվյալներ կստուգեն այդ գործերով զբաղվում մարդիկ անում, խմբերի իրոք կերտան այդ ժամանակները, յայլաները, չոբաններին, ապրողներին ուրախացնելու։ Ու տվյալներ Արտիկի քաղաքապետն է ինչ ուղարկել էր, առաջի պատվոգիրը մեծ պատվոգիրը, որը հիշելի է, ստացան Մոսկվայից։ Ես ոսկե մեդալ ստացել եմ Պալասանյանը բանանձի կանչեստրից 65 ամյակից հետո 65-ին էր, հա։ Իսկ մնացած պատվոգիրերը բան Եվրոպայից, բանից, դրանտեղ կա Ամերիկայինն է, Էսիպը Տայվանինն է, ես որ կամեկը մեկ տեղանի գեդի Ամերիկայինն է, ոչ են, ամեկը մեկ տեղում բաներն են ես որ սա։ Շատ ունեցել եմ մի 11-ով ընդեղ խարդեն կարարն է կարած։ Մենք կերտանք դոնք էլի վերանալը։ Առաջվա բաները չկար, վայ եսի կստացել ես բերենք տնենք, արանի։ Ինչ որ բանկա պաղրիկ էլի, այդ ջերմությունը չկա առաջվա պես, այդ գնահատելը չկա, հեչ մեկի չնեղենա։ Ես կան տարի ես աշխատել եմ, պիտի ինձի ուրիշ ձևի նայեն ամեն ինչով, բայց խառնված է, պետությունը խառնված է, քաղաքը խառնված է, մարդ կուզել բանը մեղնի չի եղնի, չեն թողնի, շատ բաներ կա էլի։ Ճիշտ է։ Սիրելի հետևորդներ, չենք մոռանում բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին, որպեսզի բաց չթողնենք մեր հետաքրքրաշարժ հումորային եւ ինչու՞ չէ տարբերվող հաղորդումները։ Ձեր բարարվեստում կհիշեք ով է եղել ամենածույր աշակերտը։ Ձեզ շատ է վայնացրել։ Իմ մոդից։ Հա, ձեր ամենածույր աշակերտը։ Ծույլ է բանը, ծույլ չեն եղել, չար է եղել։ Չար է եղել, բայց ուժեղ պարող է եղել։ Հա։ Օրինակ բանը Անդրանիկ կա, Հյակմատ Եկելիշկին, Վրաց կա, Արմենը անունը։ Ողջունում ենք նրանց։ Ստեղ են իրանք, ու պես շարունակվել է արդեն մյուս, ես 4-ին սերուն փոխել եմ աղջիկ ջան։ Մի քաղաքում մոտարապես 60-70% բարի խմբերի ղեկավարները բոլորի իմ աշակերտներս են, բոլորն էլ լավ խմբեր ունի քաղաքում։ Շատ գովելի է։ Իսկ ամենատաղանդավորը ու կառանձնացնեք մեկին ամենատաղանդավորը ձեր աշակերտներից։ Խմբավար որպես։ Որպես նայեք, այո։
Քունք ունի, Անտրանիկ ունի, Ներուժիգը ունի, Ծիբոն ունի, Հովոյան ունի, Ծիբոն Թեմանի։ Փաստորեն այնքան շատ են, որ դուք չեք Շատ, կարողանում շատ, առանձնացնել որ եւ նույն- ասել մեկի նույն- անունը։ Շատերը կան, բոլորն էլ լավ խմբարներ ունի, ամենը մեր բանով են փայլեն մեկ ասա։ Ահա, այդ է վարպետ տեսնում եք, չի առանձնացնում որևէ մեկին։ Գյումրիում կա հեռանկար ըստ ձեզ պարարվեստում, հեռանկար տեսնում եք։ Հեռանկարը առաջ մեզ լավ չի նկատվում, հեռանկարին որ գյումրեցիք ունենան ադմ բարի պետական ասամբլ։ Մեր մոդի պարողները խոսքի պարեցին մեծացան նշան ինգլիկան գործի կերտան բանկենին ու հետո իրանք չեն ցեկտե ինչ-որ էլի շարունակի, որովհետև ուր եկան այն ժամանակ բոլոր հետո կուկան Շաբոյանի ասամբլ։ Այդից հետո վերջ կորիկ է, հմելը համարյա այդպես, խմպակներ կա, քաղաք լավ խմպակներ կա, մեր Սամվելը լավ խմպակ ունի, Սենոն խմպակ ունի լավ, Մուրադը խմպակ ունի, դեմ մեզ մասամբ խմպակներ ունի, բայց բոլորը այդ խմպակներից դուրս էլ տեղ չեն երտա։ Ես կուզի որ ունենար պետական մի հատ ասամբլ, Սևանի մշակույթի տունը դի դարձնեն պարարվեստի կենտրոն, եղավ 30 քանի տարի խոստացան ու պես է մնաց, մինչև հիմա չեն է։ Եթե եղնի բացագույն տեղերն որ կարող է այդտեղից ելնի մտնի ստեղ, հիմի գերնի ու վերջ։ Այսինքն չկա այս բանի հեռանկար, բայց շատ գովելի կլիներ, որ լիներ։ Ունենայինք, Իհարկե։ Դե մենք Գյումրիում շատ ունենք լեգենդներ եւ համոզված եմ, որ ունենալու ենք։ Օրինակ, ինձ հետաքրքիր է, ըստ ձեզ գյումրեցի լեգենդը պարարվեստում ով է։ Գյումրեցի լեգենդը միակ եղել է Աղասի Շաբոյանը, կա եղել է կա ու գնա։ 1000 օրի մեծ վարպետից։ Եղել է կա ու գնա։ Այս բոլոր հմիով ուտեր ինչ խումբ ունի, բոլորը համարյա Շաբոյանական են։ Դրանից հետո պարաբել են Մադոյան Կարլինը, Արամայիս Պետրոսյանը, շարունակել են արդեն մյուսներ կան, ես, Խոսոյանովը, Նադիկ Աչյակը, ու պես մի արդեն բոլորն են խմբի ղեկավարներն են, իրանք իրանց տեղը արդեն ունի, մենք ուրախանանք իրանցով։ Շատ գովելի է, որ ունեցել ենք եւ ունենալու ենք նաեւ լեգենդներ պարարվեստում, իսկ ինչ կուզենայիք, ինչ խորհուրդ կտայիք մեր գյումրեցի երիտասարդներին, կապ չունի պարարվեստում են իրանք թե ոչ առհասարակ։ Մասնագիտություն ընտրելու հարցում նաեւ։ Մասնագիտությունը ես խորհուրդ կտամ, որ բոլոր երիտասարդները ընտրեն իրանց ճիշտ մասնագիտությունը, պարե, երկե, սպորտը, ուրիշ բարձրագույն սովորելը, ամենաճիշտը դիգ որ յուրաքանչյուրը ինքը ստեղծե, ինքը ընտրել ամեն ինչը։ Պարտադի չէ, հենում է պարտադերին թե գնա դու մաթեմատիկոս պիտարնաս, գնա դու պարող պիտար։ Թող ինքը ցերտում ունենա, էլ ճիշտ տղայը ճիշտ աղջիկ է, ցերտում ունենա, ինքը կհասնի իրան նպատակը։ Պիտի սրտով ցանկանա։ Սրտով ցանկանա առաջ եկա։ Ես ցանկացա մինչև այսօր 70 տարի կտրեմ այս բարի մեջ։ Հասկանալի է։ Լսեցիք գյումրեցի երիտասարդներ։ Իսկ դուք ուր կուզենայիք, որ մենք հյուրընկալեինք մեր հաջորդ հաղորդմանը։ Հաջորդ հաղորդմանը Սամվելին կարելի է բանիներ պարարվեստի դպրոցի տնօրենն է։ Մեր ժամանակվա ճիշտ հենց այն չայել է, բայց մեր ժամանակվա տղանցին է։ Դեր Անդրանիկը, Հակոբյան Անդրանիկը, դեր Սենիգն է արդեն Նունեկա Սիունաչի լավ խմպակներ ունի, Մուրադ կա, իմ Եդյանս էր, իմ աշակեցը անչակա, օջախն էդ, օջախի պարարվեստի։ Կփորձենք հրավիրել, տեսնենք մեր հրավերքը կընդունեն, թե ոչ, անպայման։ Շնորհակալ եմ ձեզ, այսօր մեր հարցազրույցին ներկա լինելու համար, մեր հաղորդումը գեղեցկացնելու համար, բարինես ձեզ։ Շատ շնորհակալ եմ, ես ուրախ եմ, որ դուք զբաղվեք այսպես բանով, Խաչիկիում ընկերոջ եմ, հենց ընկերոջ թորն է, ես իրան բաղուց գիտեմ, շատ շնորհքով տղայ ձերել, ես որ գիտեցա շփես, Խաչիկի դեմքով, շարունակեք ավրեք։ Գյումրի շոուն լավ հաղորդում է, Գյումրի շոուն լավ հաղորդում